Երբ Օֆելիա Համբարձումյանի տան դռները փակվեցին վերջին անգամ, հարանները լսեցին ոչ թե լաց, այլ լռություն, այն սարսափելի լռությունը, որը գալիս է երկար տարիների աղաղակից հետո, բայց մի բան գտան հին տետր, որի էջերը լի էին նրա ձեռագրով։ Այնտեղ գրված էր ամեն ինչ, ամեն մի գիշեր, երբ նա վերադառնում էր բեմից փայլուն զգեստով ու կոտրված հոգով, ամեն մի անգամ, երբ ամուսինը Նորայրը փակում էր դռները ասում. Դու այլս չես երգելու, այս տետրը թաքցրել էին 30 տարի, ինչու, որովհետև այնտեղ գրված էր ճշմարտությունը, որը կարող էր ոչնչացնել ամենասիրված ընտանիքի պատկերը, տետրի վերջին էջում մի նախադասություն կար, գրված դողացող ձեռքով. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, իմացեք, ես չէի ուզում լքել երեխաներիս, ինչ էր նա նկատի ունենում, ով էր այն մարդը, որից նա վախենում էր, եւ ինչու։ Այս փաստաթուղթը անհետացել ոստիկանական արխիվներից հենց քննության առաջին օրը, 1958 թվական, Երանի օպերայի թատրոնի բեմը լուսավորվում է, դահլիճը լի է մինչ վերջին տեղը, մարդիկ կանգնած են միջանցքներում, որովհետև տոմսեր չկան, բոլորը սպասում են նրան, Օֆելիային, երբ նա դուրս է գալիս, դահլիճը սառում է, ոչ շնչառություն, ոչ շարժում, միայն նրա ձայնը, այն աստվածային ձայնը, որը կարող էր ցնցել սրտերը, բերել արցունքներ ամենակարծր տղամարդկանց աչքերին։ Նրա ձայնը չէր պատկանում այս աշխարհին, այն եկել էր ուրիշ տիեզերքից, որտեղ չկա ցավ, չկա նախանձ, չկա այն սարսափելի բանտը, որը կոչվում է ամուսնություն, բայց երբ վարագույրը իջնում էր, երբ ծափերը լռում էին, Օֆելիան վերադառնում էր իր իրական աշխարհ, այնտեղ, որտեղ նրան սպասում էր Նորայրը, նա նստած էր մութ սենյակում, հաշվում էր ծափերի յուրաքանչյուր ալիք, յուրաքանչյուր ծափ նրա համար էր դատավճիռ, յուրաքանչյուր բրավո աղաղակ էր նրա տղամարդկային հպարտության դեմ։ Որովհետև ավանդական հայ տղամարդը չի կարող ապրել կնոջ ստվերում, նույնիսկ եթե այդ կինը հրեշտակ է, Նորայր Համբարձումյանը եղել է տաղանդավոր երաժիշտ, նա նվագել է ջութակ, ուներ իր փոքրիկ անսամբլը, երգել է ռեստորաններում, մարդիկ սիրում էին նրան, բայց երբ նա ամուսնացավ Օֆելիայի հետ, ամեն ինչ փոխվեց։ Նրա կինը սկսեց բարձրանալ այնպիսի բարձունքների, որտեղ նա երբեք չէր կարող հասնել, նրա անունը սկսեց հնչել ռադիոյում, հեռուստատեսությամբ, թերթերում, իսկ Նորայրի անունը մնաց միայն փոքր տպատառերով, Օֆելիա Համբարձումյանի ամուսինը։ Այս 4 բառերը սպանեցին նրան ներսից, դանդաղ, ցավոտ, անխնա, եւ նա սկսեց իր վրեժխնդրությունը, ոչ թե բռունցքներով, ոչ թե աղաղակներով, ավելի վատ, նա սկսեց սպանել նրա երազանքները, մեկ առ մեկ, օր առ օր, գիշեր առ գիշեր, առաջին անգամ դա պատահեց 1962 թվականին։ Օֆելիային հրավիրել էին Մոսկվա, Բոլշոյ թատրոնում հանդես գալու, սա էր նրա կյանքի ամենամեծ հնարավորությունը, Մոսկվան այն ժամանակ էր ամեն ինչ, եթե դու հաջողություն ունեիր Մոսկվայում, դու դառնում էիր աստղ ամբողջ խորհրդային միությունում։ Օֆելիան պատրաստվում էր 3 ամիս, նա աշխատում էր օրական 14 ժամ, նրա ձայնը պետք է լիներ կատարյալ, պայուսակները հավաքված էին, տոմսերը ձեռքին, եւ հենց մեկնելուց մեկ օր առաջ Նորայրը եկավ ասաց. Դու չես գնալու, ոչ բացատրություն, ոչ պատճառաբանություն, պարզապես դու չես գնալու, Օֆելիան աղաչեց, նա ծնկի եկավ, նա լաց եղավ, բայց Նորայրը անշարժ էր, ինչպես քարե արձան, քո տեղը այստեղ է, երեխաների մոտ, ասաց նա։ Բայց երեխաները մեծ էին արդեն, իսկական պատճառը այլ բան էր, նա չէր կարող տանել, որ իր կինը փայլի Մոսկվայի բեմերում, մինչդեռ ինքը մնում էր Երանում, անհայտ ջութակահար, Օֆելիան չգնաց Մոսկվա, նրա փոխարեն ուղարկեցին մեկ ուրիշին, եւ այդ մեկ ուրիշը դարձավ աստղ, իսկ Օֆելիան մնաց տանը։ Լվանալով ամաններ թաքցնելով արցունքները բարձի տակ, բայց ամենավատը դեռ առաջ էր, Նորայրը սկսեց վերահսկել նրա յուրաքանչյուր քայլը, նա պահանջում էր իմանալ, թե ում հետ է նա խոսել փորձի ժամանակ, ով էր նայել նրան շատ երկար, վեր ծափահարել շատ ոգորությամբ, յուրաքանչյուր տղամարդ, որը մոտենում էր Օֆելիային շնորհավորելու կամ ծաղիկներ տալու, դառնում էր Նորայրի թշնամի, նա սկսեց գալ բոլոր փորձերին, նստում էր դահլիճի վերջին շարքում դիտում, ոչ թե երաժշտությունը լսելու, այլ հսկելու, դիրիժորները սկսեցին նկատել, երաժիշտները սկսեցին շշնջալ, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել, որովհետև Նորայրը ուներ կապեր, նա ճանաչում էր մարդկանց, եւ բոլորը գիտեին, եթե դու խառնվես Համբարձումյանների ընտանեկան գործերին, կարող ես կորցնել քո աշխատանքը։ 1965 թվականին Օֆելիային առաջարկեցին գլխավոր դեր նոր օպերայում, սա էր նրա երազանքը, գլխավոր դերը, ոչ թե երկրորդական, ոչ թե երգչախումբ, գլխավոր հերոսուհին, բայց դերը պահանջում էր սիրային տեսարաններ, ոչինչ ամբարո, ոչինչ սկանդալային, պարզապես։ Երկու երգիչ պետք է բեմում պարում էին երգում սիրո մասին, բայց Նորայրի համար սա էր անթույլատրելի, իմ կինը չի պարելու օտար տղամարդու հետ, հայտարարեց նա, Օֆելիան փորձեց բացատրել, որ սա թատրոն է, արվեստ է, ոչ թե իրականություն։
Բայց Նորայրի համար տարբերություն չկար, նա տեսնում էր միայն մեկ բան՝ իր կինը մեկ ուրիշի գրկում, նույնիսկ եթե դա բեմական գրկում էր։ Օֆելիան հրաժարվեց դերից, ռեժիսորը աղաչեց, դիրիժորը միջամտեց, նույնիսկ թատրոնի տնօրենը փորձեց համոզել Նորայրին։ Բայց նա անսասան էր, եւ Օֆելիան կրկին կորցրեց իր հնարավորությունը, դերը տրվեց մեկ ուրիշին, եւ այդ մեկ ուրիշը ստացավ պետական մրցանակ, իսկ Օֆելիան նստեց տանը լսեց ռադիոյով, թե ինչպես են երգում նրա երգերը, մարդիկ սկսեցին նկատել, որ Օֆելիան փոխվում է, նրա ժպիտը դարձավ ստի։ Նրա աչքերում հայտնվեց մշտական վախ, նա նիհարեց, նրա ձայնը, այն աստվածային ձայնը, սկսեց կորցնել իր փայլը, ոչ թե տեխնիկապես նա դեռ կատարյալ էր երգում, բայց հոգին անհետացել էր, երբ մարդ երգում է բեմից, բայց նրա սիրտը բանտարկված է տանը։ Ձայնը դառնում է դատարկ։ Թաղանթ, գեղեցիկ, բայց անկենդան գրիմորները սկսեցին նկատել կապույտ հետքեր նրա ձեռքերին։ Օֆելիան ասում էր, որ բախվել է դռանը, կամ ընկել է աստիճաններից, միշտ պատահական, միշտ իր մեղքով, բայց մի հին գրիմորուհի, որը աշխատել էր թատրոնում 40 տարի, մի օր լուռ մոտեցավ Օֆելիային շշնջաց. «Աղջիկս, ես տեսել եմ այս հետքերը 100 անգամ, դրանք չեն լինում դռներից»։ Օֆելիան ոչինչ չպատասխանեց, նա պարզապես շրջվեց գնաց, բայց գրիմորուհին տեսավ նրա աչքերում այն, ինչ տեսել էր բազմիցս, լուռ աղաղակ օգնության համար, որը երբեք չի հնչում բարձր։ 1967 թվականին տեղի ունեցավ դեպք, որը շատերը հիշում են մինչ օրս։ Օֆելիան երգում էր Վերդիի Տրավիատա օպերայում, դահլիճը լի էր, նրա ձայնը այդ երեկո էր հատկապես հզոր, կարծես նա թափում էր իր ամբողջ ցավը, ամբողջ հուսահատությունը այդ արյաների մեջ, երբ նա երգեց վերջին արյան մահվան տեսարանը, մարդիկ լացում էին բացահայտ, բայց հանկարծ, վերջին նոտայից հետո Օֆելիան չկանգնեց ընդունելու ծափերը, նա մնաց պառկած բեմին, անշարժ, մի քանի վայրկյան բոլորը կարծեցին, որ սա դերասանական խաղ է, բայց երբ վարագույրը չիջավ, երբ դիրիժորը դադարեցրեց նվագախումբը, վազեց բեմ, բոլորը հասկացան, ինչ-որ սարսափելի բան է պատահել։ Օֆելիան գիտակցությունն էր կորցրել, շտապօգնությունը տարավ նրան հիվանդանոց, պաշտոնական տարբերակը գերօգնածություն սթրես, բայց բժիշկներից մեկը, որը խոսեց անանուն մնալու պայմանով, ասաց ուրիշ բան։ Նրա մարմնի վրա էին հետքեր, որոնք չեն բացատրվում ընկնելով, եւ նրա արյան մեջ գտանք անսովոր բարձր մակարդակով սթրեսի հորմոններ, այնպիսիներ, որոնք լինում են երկարատ հոգեբանական ճնշման դեպքում, բայց այս տեղեկությունը երբեք չհրապարակվեց։ Որովհետև Նորայրը եկավ հիվանդանոց, խոսեց գլխավոր բժշկի հետ, բոլոր փաստաթղթերը վերագրվեցին, պաշտոնական եզրակացությունը մնաց գերօգնածություն։ Երբ Օֆելիան վերադարձավ տուն, նա գտավ իր բոլոր նոտաները այրված, Նորայրը կրակել էր դրանք բակում, նա ասաց, որ Օֆելիան շատ է աշխատում, դա վնասում է նրա առողջությանը։ Նա ասաց, որ հիմա Օֆելիան պետք է հանգստանա, պետք է մնա տանը, պետք է լինի կին մայր, ոչ թե երգչուհի։ Օֆելիան նայեց մոխրի կույտին, իր 30 տարվա աշխատանքի մնացորդներին։ Եվ ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում, ոչ թե բարկությամբ, ոչ թե ատելությամբ, ավելի վատ, հուսահատությամբ, այն տեսակի հուսահատությամբ, որը սպանում է ոգին ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ Նա չաղաղակեց, չվիճեց, չհարցրեց ինչու։ Նա պարզապես գնաց իր սենյակը, փակեց դուռը, նստեց մութում։ Հարանները ասում են, որ այդ գիշեր լսվում էր լաց, ոչ թե բարձր, ոչ թե հիստերիկ, լուռ, խեղդված լաց, այնպիսին, որը գալիս է հոգու ամենախորը խորքերից, լաց, որը չի կարող դադարեցնել ոչ ոք, որովհետև այն լաց է ոչ թե կորցրած բանի համար, այլ երբեք չունեցած կյանքի համար, բայց ամենասարսափելին այն էր, որ Նորայրը չէր համարում իրեն վատ մարդ, նա իսկապես հավատում էր, որ անում է ճիշտ բանը, ավանդական հայ ընտանիքում տղամարդը գլուխն է, իսկ կինը պետք է հետի, եթե կինը դառնում է ավելի հայտնի, ավելի հաջող, ավելի սիրված քան ամուսինը, սա խախտում է բնական կարգը, սա ամոթ է տղամարդու համար, եւ Նորայրը չէր կարող ապրել այդ ամոթի հետ։ Նա սիրում էր Օֆելիային իր ծուռ, հիվանդ ձով, բայց այդ սերը էր թույն, այն սերը, որը ոչնչացնում է, ոչ թե կառուցում։ Նա ուզում էր ունենալ նրան ամբողջությամբ, նույնիսկ եթե դա նշանակում էր սպանել այն, ինչ դարձնում էր նրան հատուկ։ Նա ուզում էր կին, ոչ թե աստղ, նա ուզում էր ստրուկ, ոչ թե գործընկեր, եւ նա ստացավ այն, ինչ ուզում էր։ Բայց կինը եղավ մի կնոջ կոտրված հոգին։ Ինչ էր մտածում Օֆելիան այդ գիշերները, երբ լսում էր ծափերը հիշողության մեջ, բայց իրականում նստած էր մութ սենյակում։ Արդյոք նա ատում էր Նորայրին, թե դեռ սիրում էր այն տխուր սիրով, որը մնում է, երբ ամեն ուրիշ բանը մեռած է։ Արդյոք նա երբե մտածել է փախչելու մասին, թե գիտեր, որ փախուստ չկա, որովհետև հասարակությունը միշտ կողմ է տղամարդուն, կինը, որը լքում է ամուսնուն, դառնում է մերժված։ Այս հարցերի պատասխանները թաքնված են այդ այրված նոտաների մոխրի մեջ, թաքնված են այն տետրի էջերում, որը գտան նրա մահից հետո։
Թաքնված են այն լուռ ականատեսների հիշողություններում, ովքեր տեսան, բայց վախեցան խոսել, բայց մենք կգտնենք այդ պատասխանները, մենք կբացենք այն դռները, որոնք փակ են եղել 30 տարի։ Որովհետև Օֆելիա Համբարձումյանի պատմությունը պատմություն է ոչ միայն մեկ կնոջ, այլ հազարավոր կանանց, ովքեր ապրել են ստվերում, մինչդեռ նրանց տաղանդը աղաղակել է լույսի համար, երբ Օֆելիայի անձնական գրիմորուհին, Արմինե Սարգսյանը, վերջապես համաձայնեցավ խոսել, նրա ձեռքերը դողում էին, 40 տարի նա լռել էր, բայց այժմ, երբ բոլորը մեռած են, նա պատրաստ էր բացահայտել այն, ինչ տեսել էր գրիմասենյակի փակ դռների հետում։ Ես լվանում էի նրա զգեստները, սկսեց նա, նրա ձայնը կոտրվեց, այն գեղեցիկ, փայլուն զգեստները, որոնք բեմից թվում էին հեքիաթային։ Բայց երբ ես դրանք մերձից տեսնում էի, նկատում էի արյան հետքեր, թաքնված կոնքերի տակ, որտեղ ոչ ոք չէր տեսնի, ես գիտեի, որ դրանք չեն եկել պատահականությունից։ Արմինեն պահում էր մի փոքրիկ տետր, որտեղ գրանցել էր ամեն անգամ, երբ Օֆելիան եկել էր փորձի, նոր կապույտ հետքերով։ 1968 թվականից մինչ 1972 թվականը, 57 գրառում, 57 անգամ, երբ Օֆելիան փորձել էր ծածկել ցավը հիմքի շերտերով ժպիտով, ես հարցնում էի, նա ասում էր, ընկել եմ, բախվել եմ, սայթաքել եմ, միշտ նույն պատասխանները, բայց մի օր, երբ մենք միայն էինք, նա նայեց ինձ աչքերիս շշնջաց. Արմինե, եթե ինչ-որ բան լինի ինձ հետ, դու գիտես ճշմարտությունը, ես ուզում էի օգնել, բայց ինչպես Նորայրը ճանաչում էր բոլորին, նա ուներ ընկերներ ոստիկանության մեջ, մշակույթի նախարարության մեջ, նույնիսկ դատախազության մեջ, վերհավատալու մի պարզ գրիմորուհու, ով էր համարձակվելու խառնվել Համբարձումյանների ընտանեկան գործերին, այս տետրը Արմինեն պահել էր 40 տարի, թաքցրած իր տան ամենախորը անկյունում, ինչու՞։ Նա երբեք չտվեց այն ոստիկանությանը, ինչու՞։ Լռեց, երբ Օֆելիայի մահվան գործը փակվեց որպես բնական պատճառներ, եւ ամենակարևորը, ինչ էր գրված այդ տետրի վերջին էջում, որը նա մինչ օրս չի ցույց տվել ոչ ոքի, 1970 թվականին Օֆելիայի կյանքում հայտնվեց մարդ, որը փորձեց փրկել նրան, նրա անունն էր Վահագն Գրիգորյան, նոր դիրիժոր, որը եկել էր Մոսկվայից, նա երիտասարդ էր, տաղանդավոր, ամենակարևորը, նա չէր վախենում Նորայրից, երբ Վահագնը առաջին անգամ լսեց Օֆելիայի ձայնը փորձի ժամանակ, նա կանգ առավ ասաց բոլորին լսելի. Սա ոչ թե ձայն է, սա աստվածային նվեր է, որը մենք ոչնչացնում ենք, նա սկսեց պահանջել, որ Օֆելիային տրվեն ավելի լավ դերեր, ավելի շատ հնարավորություններ, նա սկսեց պայքարել թատրոնի ղեկավարության հետ, պահանջելով, որ Օֆելիային ուղարկեն միջազգային փառատոններ, եւ ամենակարևորը, նա սկսեց խոսել Օֆելիայի հետ, ոչ թե որպես դիրիժոր երգչուհու հետ, այլ որպես մարդ մարդու հետ, նա տեսավ այն, ինչ ուրիշները չէին ուզում տեսնել, կոտրված կնոջը, որը փորձում էր շնչել արվեստի միջոցով, փորձերից հետո նրանք երբեմն նստում էին թատրոնի դատարկ դահլիճում խոսում, Վահագնը պատմում էր Մոսկվայի մասին, Լենինգրադի մասին, այն աշխարհի մասին, որտեղ երգիչները ազատ էին ստեղծելու, եւ Օֆելիան լսում էր, նրա աչքերում հայտնվում էր այն փայլը, որը կորել էր տարիներ առաջ։ Բայց այս ընկերությունը չտեց երկար, որովհետև Նորայրը նկատեց, մի երեկո, երբ Օֆելիան վերադարձավ տուն փորձից, Նորայրը սպասում էր նրան, նա նստած էր մութ սենյակում, նրա դեմքի արտահայտությունը սառեցնող էր, ով է այդ Վահագնը, հարցրեց նա։ Օֆելիան փորձեց բացատրել, նա դիրիժոր է, նոր գործընկեր, ոչինչ ավելին, բայց Նորայրը չէր լսում, նա արդեն որոշել էր, նա արդեն դատել էր, կայացրել էր վճիռը, դու այլս չես աշխատելու նրա հետ, հայտարարեց նա։ Օֆելիան առաջին անգամ իր ամուսնական կյանքում համարձակվեց հակառակ խոսել։ Ես չեմ կարող, ասաց նա, մենք պատրաստվում ենք կարևոր ներկայացման, ես չեմ կարող լքել նվագախումբը, այն, ինչ տեղի ունեցավ հետո հարանները լսեցին նույնիսկ փակ պատուհանների միջով, աղաղակներ, կոտրված ամանների ձայն, հետո սարսափելի լռություն։ Հաջորդ օրը Օֆելիան չեկավ փորձի, ոչ էլ մյուս օրը, երբ Վահագնը զանգահարեց նրանց տուն, Նորայրը պատասխանեց ասաց, որ Օֆելիան հիվանդ է, երկար ժամանակ չի կարողանա երգել, Վահագնը չհավատաց, նա գնաց նրանց տուն, բայց դուռը չբացվեց, նա փորձեց խոսել թատրոնի տնօրենի հետ, բայց տնօրենը ասաց, որ չի կարող միջամտել ընտանեկան հարցերին, Վահագնը հասկացավ, որ Նորայրի ազդեցությունը ավելի խորն է, քան նա կարծում էր, եւ նա հասկացավ, որ եթե շարունակի պայքարել, կկորցնի իր աշխատանքը։ 2 շաբաթ անց Վահագն Գրիգորյանը լքեց երանը։ Վերադարձավ Մոսկվա, նա երբեք չխոսեց այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ, բայց նրա մեկնելուց հետո Օֆելիայի աչքերում մարեց վերջին հույսի կայծը, բայց ամենասարսափելին այն էր, որ Նորայրը չէր գործում միայնակ, նա ուներ համախոհներ, տղամարդկանց խումբ, ովքեր հավաքվում էին ամեն շաբաթ Արարատ ռեստորանի առանձին սենյակում, սրանք էին ազդեցիկ մարդիկ, թատրոնի տնօրեններ, մշակույթի նախարարության պաշտոնյաներ, հեռուստատեսության ղեկավարներ, եւ նրանք բոլորն ունեին նույն խնդիրը՝ հաջող կանայք,
ովքեր դուրս էին գալիս։ Իրենց թվերից այս ընթրիքների ժամանակ նրանք խոսում էին ոչ թե արվեստի, ոչ թե մշակույթի մասին, նրանք խոսում էին այն մասին, թե ինչպես վերահսկել իրենց կանանց, ինչպես դնել իրենց տեղը, ինչպես համոզել հասարակությանը, որ կինը, որը ձգտում է կարիերայի, վատ մայր է վատ կին, սա էր անպաշտոն ակումբ, որտեղ տղամարդկային էգոն պաշտպանվում էր կոլեկտիվ ջանքերով, եւ Նորայրը սրանց ակտիվ անդամներից մեկն էր, նա կիսվում էր իր փորձով, ինչպես է նա ուղղել Օֆելիային, ինչպես է արգելել նրան մեկնել Մոսկվա, ինչպես է հեռացրել Վահագնին, եւ ուրիշները ծափահարում էին նրան, նրանք տեսնում էին նրա մեջ հերոս տղամարդ, որը չէր թույլ տվել, որ կինը կոխոտի իր արժանապատվությունը։ Մի օր այս ընթրիքներից մեկին Նորայրը խմած վիճակում հայտարարեց. Կինը պետք է երգի միայն տանը, երեխաներին քնեցնելիս, բեմը տղամարդկանց տեղն է, եւ սենյակը լցվեց հավանության աղմուկով, ոչ ոք չմիջամտեց, ոչ ոք չասաց, որ սա սխալ է, որովհետեւ նրանք բոլորը կիսում էին նույն հիվանդ փիլիսոփայությունը։ Մենք գտանք այս ռեստորանի հին հաճախորդների ցուցակը, մենք խոսեցինք մատուցողների հետ, ովքեր սպասարկում էին այդ սեղանը, եւ այն, ինչ նրանք պատմեցին, ցնցեց մեզ, սա էր ոչ թե պարզապես ընկերների հավաքույթ, սա էր համակարգված ճնշման ցանց, որը պահում էր տաղանդավոր կանանց իրենց տեղում։ 1972 թվականին Օֆելիային վերջին անգամ առաջարկեցին մեծ հնարավորություն, Փարիզում պետք է անցկացվեր միջազգային երաժշտական փառատոն, Խորհրդային Միությունը պետք է ուղարկեր իր լավագույն երգիչներին։ Օֆելիայի անունը ցուցակում էր, սա էր նրա վերջին շանսը ցույց տալ աշխարհին իր տաղանդը, վերջին հնարավորությունը ապրել իսկական կյանք, նույնիսկ եթե մի քանի օրով, երբ պաշտոնական հրավերը եկավ, Օֆելիան առաջին անգամ տարիներ շարունակ զգաց ուրախություն։ Նա պատկերացրեց Փարիզը, Էյֆելյան աշտարակը, այն բեմերը, որտեղ երգել էին աշխարհի մեծագույն երգիչները, նա պատկերացրեց, թե ինչպես կերքի ֆրանսիական հանդիսատեսին, ինչպես կստանա ծափեր մարդկանցից, ովքեր չգիտեն նրա անձնական դրամայի մասին, ովքեր կգնահատեն միայն նրա ձայնը, ոչ թե նրա ամուսնական կարգավիճակը, բայց երբ նա ցույց տվեց հրավերը Նորայրին, նրա երազանքը փոշիացավ մի վայրկյանում, Նորայրը վերցրեց թուղթը, կարդաց այն, առանց որե էմոցիայի պատռեց կիսով, դու ոչ մի տեղ չես գնում, ասաց նա, Օֆելիան այս անգամ չաղաչեց։ Նա չլաց եղավ։ Նա պարզապես նայեց պատրված թղթի կտորներին, հատակին հասկացավ, որ նրա կյանքը վերջացել է, ոչ թե ֆիզիկապես, նա դեռ շնչում էր, սիրտը դեռ բաբախում էր, բայց այն մասը, որը դարձնում էր նրան Օֆելիա Համբարձումյանը, այն մասը, որը երգում էր, երազում էր, մեռավ այդ պահին, եւ Նորայրը տեսավ դա, նա տեսավ, թե ինչպես է մարում լույսը նրա աչքերում, եւ նա գոհ էր, որովհետեւ վերջապես նա ուներ այն, ինչ միշտ ուզել էր, հնազանդ կին, որը չէր մրցում նրա հետ։ Բայց Օֆելիայի ներսում ինչ-որ բան փոխվեց այդ օրից հետո, նա դադարեց պայքարել, նա դադարեց հույս ունենալ, բայց նա չդադարեցրեց գրելը, այն տետրը, որը գտան նրա մահից հետո, սկսվում է հենց այդ օրվանից, առաջին էջում գրված է 1972 թվական մայիսի 15, այսօր ես մեռա։ Ոչ ոք չի նկատի, որովհետև ես դեռ քայլում եմ, խոսում եմ, բայց ներսից ես արդեն դիակ եմ։ Հաջորդ էջերում նա նկարագրում է ամեն օրը, ամեն մի փոքրիկ ճնշումը, ամեն մի արգելքը, ամեն մի պահը, երբ նրա հոգին աղաղակում էր, բայց ոչ ոք չէր լսում։ Նա գրում էր գիշերները, երբ Նորայրը քնած էր, նա թաքցնում էր տետրը իր հին զգեստների տակ, այնտեղ, որտեղ Նորայրը երբեք չէր նայում, եւ նա գրում էր ոչ թե վրեժխնդրությունից, ոչ թե ատելությունից, նա գրում էր, որովհետև սա էր միակ բանը, որը նա դեռ կարող էր վերահսկել իր կյանքում։ Միակ տեղը, որտեղ նա դեռ ազատ էր, բայց այս տետրի վերջին էջերը բացակայում են, ինչ որ մեկը պոկել է դրանք, ով, երբ եւ ամենակարողը։ Ինչ էր գրված այնտեղ, որ պետք էր անհետացնել, թատրոնի աշխատակիցները սկսեցին նկատել, որ Օֆելիան փոխվում է, նա դարձավ ավելի լուռ, ավելի հեռավոր, երբ նա երգում էր, նրա ձայնը դեռ կատարյալ էր տեխնիկապես, բայց հոգին բացակայում էր։ Կարծես նա երգում էր ավտոմատ ռեժիմով, առանց զգացմունքների, առանց գրքի, մարդիկ դեռ գալիս էին նրան լսելու, բայց նրանք այլս չէին լաց լինում, նրանք ծափահարում էին, բայց ծափերը էին ավելի քիչ ոգորված, եւ Օֆելիան նկատում էր դա, նա նկատում էր, թե ինչպես է կորցնում իր հանդիսատեսին։ Ոչ թե որովհետև նրա ձայնը վատանում էր, այլ որովհետև նրա հոգին մեռած էր, եւ երաժշտությունը առանց հոգու պարզապես ձայներ են, գեղեցիկ, բայց դատարկ ձայներ։ Մի օր, փորձից հետո երիտասարդ երգչուհիներից մեկը մոտեցավ Օֆելիային ամաչելով հարցրեց. Օֆելիա ջան, ինչպես կարող եմ երգել այնպես, ինչպես դուք։ Օֆելիան նայեց նրան երկար, հետո ասաց ինչ-որ բան, որը երիտասարդ աղջիկը երբեք չմոռացավ։ Մի երգիր այնպես, ինչպես ես, երգիր ավելի լավ, բայց ամենակարևորը երբեք մի թույլ տար, որ ինչ-որ մեկը խլի քո ձայնը, որովհետև երբ դու կորցնում ես քո ձայնը, դու կորցնում ես քեզ։ Այդ խոսքերից հետո Օֆելիան շրջվեց գնաց, եւ երիտասարդ երգչուհին տեսավ,
Թե ինչպես են դողում նրա ուսերը, նա չէր լաց լինում, նա պարզապես փորձում էր շնչել, արդյոք Օֆելիան երբե մտածել է ինքնասպանության մասին, արդյոք նա երազել է փախչելու գիշերվա մութության մեջ, երբ նորայրը քնած է, արդյոք նա ատում էր իրեն, իր թուլության համար, իր անկարողության համար, պայքարելու, թե նա դեռ հույս ուներ, որ մի օր ամեն ինչ կփոխվի, որ նորայրը կթարմացնի, որ նրանք կվերադառնան այն օրերին, երբ նրանք սիրում էին իրար, առանց նախանձի, առանց ճնշման, առանց այդ սարսափելի պատերազմի, որը ոչնչացնում էր նրանց երկուսին։ Այս հարցերի պատասխանները թաքնված են այն կորած էջերում, թաքնված են այն խոսակցություններում, որոնք Օֆելիան ունեցել է մարդկանց հետ, ովքեր այժմ վախենում են խոսել, բայց մենք չենք դադարի փնտրել, որովհետև Օֆելիա Համբարձումյանը արժանի է, որ նրա ճշմարտությունը լսվի, նույնիսկ եթե այդ ճշմարտությունը ցավոտ է, նույնիսկ եթե այն ցնցում է մեր պատկերացումները ավանդական ընտանիքի մասին, որովհետև երբեմն ավանդույթները դառնում են բանտ, սերը դառնում է թույն։ 1974 թվականին Օֆելիայի անձնական բժիշկը, դոկտոր Մանուկ Ավագյանը, խախտեց իր երդումը, նա չէր կարող այլս լռել, 40 տարի անց, երբ բոլոր ներգրավված անձինք արդեն չկային, նա բացեց իր հին բժշկական պատմությունների արխիվը, ցույց տվեց մեզ այն, ինչ երբեք չպետք է տեսնեին օտարները։ Օֆելիայի բժշկական քարտը։ Հաստ թղթապանակ, լի անհասկանալի նշումներով կոդավորված գրառումներով, ես գրում էի այնպես, որ ուրիշները չհասկանան, ասաց դոկտոր Ավագյանը, նրա ձայնը դողաց, բայց ես գիտեի, որ մի օր ինչ-որ մեկը պետք է իմանա ճշմարտությունը։ Օֆելիա Համբարձումյանը չէր մահանում բնական մահով, նրա մարմինը սպանվում էր դանդաղ, շարունակական սթրեսից, որը տել է 15 տարի, նա բացեց քարտը, ցույց տվեց գրառում 1973 թվականի փետրվարից։ Հիվանդը ներկայացել է բազմաթիվ կապույտ հետքերով ձեռքերին, կոնքերին, պնդում է, որ ընկել է սանդուղքներից, բայց հետքերի բնույթը չի համապատասխանում ընկնելուն, սրանք պաշտպանական հետքեր են, երբ մարդը փորձում է ծածկել դեմքը հարվածներից։ Դոկտոր Ավագյանը շարունակեց թերթել էջերը։ Մարդ, կոտրված կողոսկր, պաշտոնապես գրանցված որպես ընկնելու հետանք, մայիս այրված կարճ ձեռքի վրա, բացատրված որպես պատահական շփում տաք թավայի հետ, հուլիս թեթ ցնցում, որը ես չգրանցեցի պաշտոնական քարտում, որովհետև նորայրը սպառնաց ինձ։ Ինչ էր այդ սպառնալիքը, ինչու՞։ Բժիշկը, որի առաքելությունն է փրկել կյանքներ, լռեց, երբ նրա հիվանդուհին դանդաղ մահանում էր նրա աչքի առաջ, եւ ամենակարևորը, ինչ է գրված այդ քարտի վերջին էջում, որը դոկտոր Ավագյանը դեռ չի ցույց տվել մեզ ամբողջությամբ։ Բայց ֆիզիկական ցավը եղել է միայն մի մասը, ավելի սարսափելին եղել է հոգեբանական տառապանքը։ Օֆելիան սկսել էր կորցնել իր հիշողությունը, ոչ թե ծերության պատճառով, նա դեռ 40 տարեկան էր, այլ սթրեսից, անկնությունից, անընդհատ վախից։ Նա մոռանում էր իր երգերի բառերը բեմի վրա, մի անգամ Կարմենը օպերայի ներկայացման ժամանակ նա կանգ առավ բեմի կենտրոնում, չկարողացավ հիշել հաջորդ արյան, նվագախումբը շարունակեց նվագել, հույս ունենալով, որ նա կհիշի, բայց Օֆելիան պարզապես կանգնած էր, անշարժ, նրա աչքերը լի էին սարսափով, դահլիճը սառեց։ Վայրկյաններ անցան, որոնք թվացին հավերժություն, եւ հետո հանկարծ Օֆելիան սկսեց երգել, բայց ոչ թե Կարմեն Իարյան, նա երգում էր հայկական ժողովրդական երգ, այն երգը, որը նրա մայրը երգում էր նրան մանկության ժամանակ, երկմայրության տուն վերադառնալու կորցրած երջանկության մասին, նրա ձայնը կոտրվում էր, արցունքները հոսում էին նրա դեմքով, բայց նա շարունակում էր երգել, եւ դահլիճը, որը պետք է շշմած լիներ այս անհասկանալի իրավիճակից, սկսեց լալ նրա հետ միասին, որովհետև այդ պահին բոլորը զգացին, սա ոչ թե դերասանական խաղ էր, սա էր մի կնոջ հոգու աղաղակը, վարագույրը շտապ իջեցրին, Օֆելիային տարան հետում, եւ պաշտոնական հայտարարությունը եղավ, արտիստուհին զգաց անկարգություն առողջական վիճակում, բայց ովքեր այնտեղ էին, գիտեին, սա ոչ թե հիվանդություն էր, սա էր կոտրված հոգու վերջին աղաղակը։ Նորայրը այդ երեկո եկավ թատրոն, տարավ Օֆելիային տուն, առանց խոսքի, հարանները տեսան, թե ինչպես նա գրեթե քարշ էր տալիս նրան դեպի մեքենա, Օֆելիան չէր դիմադրում, նա քայլում էր ինչպես հիպնոսի տակ գտնվող մարդ, դատարկ աչքերով, անկենդան քայլերով, երբ նրանք մտան տուն, նորայրը փակեց դուռը, սկսեց աղաղակել, հարանները լսեցին նրա ձայնը պատերի միջով։ Դու ամոթ բերեցիր ինձ, դու ծիծաղելի դարձրիր մեր ընտանիքը, դու այլս երբեք չես երգելու, երբեք, Օֆելիայի ձայնը չէր լսվում, նա չէր պատասխանում, չէր պաշտպանվում, չէր լաց լինում, նա պարզապես լռում էր, այն սարսափելի լռությունը, որը գալիս է, երբ մարդը այլս չունի ուժ պայքարելու, երբ հոգին այնքան է հոգնած, որ նույնիսկ արցունքները չեն գալիս։ Հաջորդ օրը Օֆելիան չելավ անկողնուց, ոչ էլ մյուս օրը, մեկ շաբաթ նա պառկած էր մութ սենյակում, առանց ուտելու, առանց խոսելու, առանց շարժվելու։ Դոկտոր Ավագյանը եկավ։
Ախտորոշեց խորը դեպրեսիա, նա գրեց հանգստացնող դեղեր, բայց նա գիտեր, որ դեղերը չեն օգնի, որովհետև Օֆելիայի հիվանդությունը չէր կարելի բուժել դեղատոմսերով, նրա հիվանդությունը կոչվում էր նորայր Համբարձումյան, բայց նորայրը չէր հասկանում, թե ինչ էր արել, կամ ավելի ճիշտ, նա չէր ուզում հասկանալ, նրա համար Օֆելիայի կոտրվածությունը եղել է ապացույց, որ նա վերջապես հասել էր իր նպատակին, նրա կինը այլևս չէր մրցում նրա հետ, նրա կինը այլևս չէր փայլում բեմերում, մինչդեռ ինքը մնում էր ստվերում, նրա կինը վերջապես դարձել էր այն, ինչ նա միշտ ուզել էր, լուռ, հնազանդ, անտեսանելի, նա սկսեց պատմել իր ընկերներին Արարատ ռեստորանում, թե ինչպես է ուղղել իր կնոջը, կանայք պետք է իմանան իրենց տեղը, ասում էր նա, ուրիշները համաձայնում էին։ Նրանք բարձրացնում էին իրենց բաժակները խմում նորայրի հաջողության համար, ոչ ոք չէր հարցնում, թե ինչ գնով է եկել այդ հաջողությունը, ոչ ոք չէր մտածում, որ այդ լուռ կոտրված կինը, որը պառկած էր տանը, մի ժամանակ եղել է Հայաստանի ամենափայլուն ձայնը, ոչ ոք չէր հիշում, որ Օֆելիա Համբարձումյանը կարող էր դառնալ միջազգային աստղ, եթե նրան թույլ տային, նրանց համար նա պարզապես կին էր, որը դուրս էր եկել իր տեղից, նորայրը վերադարձրել էր նրան իրականություն, սա էր այն հասարակությունը, որտեղ տաղանդավոր կնոջ կոտրելը համարվում էր հերոսություն։ 1975 թվականին Օֆելիան փորձեց վերջին անգամ վերադառնալ բեմ, թատրոնի տնօրենը, որը գիտեր նրա իրական արժեքը, առաջարկեց նրան փոքրիկ դեր նոր ներկայացման մեջ։ Ոչ թե գլխավոր դերը, նա գիտեր, որ նորայրը երբեք չի թույլ տա, բայց փոքրիկ դեր, մի քանի արիա, հնարավորություն կրկին զգալ բեմի լույսերը, Օֆելիան համաձայնվեց, առանց նորայրին ասելու, նա սկսեց գաղտնի փորձել ցերեկները, երբ նորայրը աշխատանքի վրա էր, նա փորձում էր վերագտնել իր ձայնը, իր ուժը, իր հոգին, առաջին փորձերը սարսափելի էին, նրա ձայնը դողում էր, նա մոռանում էր բառերը, նա չէր կարողանում կենտրոնանալ, բայց դանդաղ, շատ դանդաղ, ինչ-որ բան սկսեց արթնանալ նրա ներսում, այն հին Օֆելիան, որը սիրում էր երգել, որը ապրում էր երաժշտության համար, որը երազում էր բեմի մասին, երգչախմբի անդամները նկատեցին փոփոխությունը, նրա աչքերում կրկին հայտնվեց փայլ, նրա քայլերը դարձան ավելի վստահ, նա սկսեց ժպտալ, իսկական ժպիտ, ոչ թե այն կեղծ ժպիտը, որը նա կրել էր տարիներ շարունակ, դիրիժորը, որը աշխատել էր նրա հետ տարիներ առաջ, ասաց. Օֆելիան վերադառնում է, մեր Օֆելիան վերադառնում է, բայց նրանք չգիտեին, որ այս վերադարձը կլիներ կարճատ, ներկայացումը նշանակված էր հոկտեմբերի 12-ին, Օֆելիան պատրաստվում էր 3 շաբաթ, նա աշխատում էր ամեն օր, առավոտից մինչ երեկո։ Նա վերսկսեց ուտել, քնել, ապրել, կարծես նրա մարմինը հիշեց, թե ինչ է նշանակում լինել կենդանի, բայց 1 շաբաթ առաջ ներկայացումից նորայրը պատահականորեն իմացավ, ինչ-որ մեկը տեսավ Օֆելիային թատրոնում պատմեց նրան, նորայրը եկավ փորձի, անսպասելի։ Նա բացեց դահլիճի դուռը, տեսավ իր կնոջը բեմի վրա, երգում, տեսավ, թե ինչպես է նա փայլում, ինչպես է ապրում, ինչպես է ազատ, եւ այդ տեսարանը լցրեց նրան այնպիսի զայրույթով, որը նա երբեք չէր զգացել, որովհետև նա հասկացավ, Օֆելիան երբեք չի դադարի լինել այն, ինչ նա է։ Նույնիսկ եթե նա կոտրի նրան 100 անգամ, նրա ներսում միշտ կմնա այդ կրակը, այդ ձգտումը, այդ անսասան կարիքը երգելու, եւ նորայրը չէր կարող ապրել դրա հետ, նա սպասեց, մինչ փորձը վերջացավ, հետո մտավ բեմ, ասաց Օֆելիային, տուն, հիմա։ Օֆելիան տեսավ նրա դեմքի արտահայտությունը, հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բան է լինելու, նա փորձեց բացատրել, աղաչել, համոզել, բայց նորայրը բռնեց նրա ձեռքից քարշ տվեց դեպի ելք, դիրիժորը փորձեց միջամտել, բայց նորայրը հրեց նրան այնպիսի նայվածքով, որ նա կանգ առավ, ոչ ոք չհամարձակվեց օգնել, ոչ ոք չզանգահարեց ոստիկանություն, բոլորը պարզապես կանգնած էին դիտում, թե ինչպես է նորայր Համբարձումյանը տանում իր կնոջը, ինչպես բռնագրավված գերի, այն, ինչ տեղի ունեցավ այդ գիշեր նրանց տանը, ոչ ոք ճշգրիտ չգիտի, հարանները լսեցին աղաղակներ, ավելի բարձր, քան երբե, լսեցին կոտրվող իրերի ձայներ, լսեցին Օֆելիայի լաց, այնպիսի լաց, որը կարծես պատռում էր երկինքը, եւ հետո լռություն, սարսափելի, անբնական լռություն, մի հարան, որը չէր կարողանում այլս տանել, զանգահարեց ոստիկանություն։ Բայց երբ ոստիկանները եկան, թակեցին դուռը, նորայրը բացեց ժպտալով, ասաց. Ամեն ինչ կարգին է, կինս քիչ անկարգություն զգաց, բայց հիմա նա քնած է, ոստիկանները հարցրին, թե կարող են տեսնել Օֆելիային, նորայրը ասաց ոչ, նա հանգստանում է, բժիշկը խորհուրդ է տվել չանհանգստացնել նրան, ոստիկանները նայեցին միմյանց։ Նրանք գիտեին, որ ինչ-որ բան սխալ է, բայց նորայր Համբարձումյանը ազդեցիկ մարդ էր, եւ առանց կոնկրետ բողոքի, առանց տեսանելի վնասվածքների, նրանք չէին կարող ոչինչ անել, նրանք հեռացան, եւ Օֆելիան մնաց այդ տանը միայնակ իր ամենավատ գիշերվա հետ։ Հաջորդ օրը թատրոնի տնօրենը
Ստացավ հեռախոսազանգ Նորայրից, Օֆելիան այլս չի կարող երգել, ասաց նա, նրա առողջական վիճակը թույլ չի տալիս, խնդրում եմ գտնել նրա փոխարինող, տնօրենը փորձեց պնդել, ասաց, որ ներկայացումը մեկ շաբաթ հետո է, որ անհնար է գտնել փոխարինող այսքան կարճ ժամանակում, բայց Նորայրը անսասան էր, գտեք, ասաց նա փակեց հեռախոսը, տնօրենը նստեց իր գրասենյակում լաց եղավ, նա գիտեր, որ կորցնում է ամենատաղանդավոր երգչուհուն, նա գիտեր, որ Օֆելիա Համբարձումյանը երբեք այլս չի երգի, եւ նա գիտեր նա, որ չի կարող ոչինչ անել փրկելու նրան, որովհետեւ համակարգը պաշտպանում էր Նորայրին, ոչ թե Օֆելիային, համակարգը միշտ պաշտպանում է տղամարդուն, նույնիսկ երբ տղամարդը սխալվում է, նույնիսկ երբ տղամարդը ոչնչացնում է հրաշք, արդյոք Օֆելիան մտածեց փախչելու մասին այդ օրերին, արդյոք նա պլանավորեց գաղտնի հեռանալ գիշերվա մութության մեջ, երբ Նորայրը խորը քնած է, արդյոք նա դիմեց ինչ-որ մեկին օգնության համար, ընկերոջ, հարազատի, նույնիսկ օտարի, թե նա արդեն հասկացել էր, որ փախուստ չկա, որ նա բանտարկված է ոչ թե պատերի, այլ հասարակության դատողությունների մեջ, որոնք ասում են, որ կինը պետք է տանի, պետք է համբերի, պետք է լռի, այս հարցերի պատասխանները թաքնված են այն վերջին էջերում, որոնք պոկված են տետրից, թաքնված են այն խոսակցություններում, որոնք Օֆելիան ունեցել է մարդկանց հետ, ովքեր այժմ վախենում են խոսել, որովհետև ճշմարտությունը վտանգավոր է, բայց մենք կգտնենք այդ պատասխանները, մենք կբացենք այն դռները, որոնք փակ են եղել 40 տարի, որովհետև Օֆելիա Համբարձումյանի պատմությունը դեռ չի ավարտվել, ամենասարսափելի գլուխները դեռ առաջ են, երբ Օֆելիա Համբարձումյանի վերջին ներկայացումը չկայացավ, թատրոնի արխիվում հայտնվեց փաստաթուղթ, որը 30 տարի պահվել էր ամենախորը դարակում։ Սա պայմանագիր էր, ստորագրված 1962 թվականին, երբ Օֆելիան դարձել էր թատրոնի հիմնական սոլիստը, բայց այս պայմանագրում կար հավելված գաղտնի էջ, որը երբեք չներկայացվեց Օֆելիային, այնտեղ գրված էր. Արտիստուհու բոլոր հանրային ելույթները, ճանապարհորդությունները, պաշտոնական հանդիպումները պետք է նախապես համաձայնեցվեն ամուսնու հետ, արտիստուհին չունի իրավունք մերժելու ամուսնու որոշումները, որոնք վերաբերում են նրա կարիերային գործունեությանը։ Այս կետը ավելացրել էր ոչ թե թատրոնի տնօրենությունը, այլ Նորայր Համբարձումյանը, անձամբ այցելելով մշակույթի նախարարություն պահանջելով այս ընտանեկան պաշտպանության դրույթը, նախարարության պաշտոնյաներից մեկը, որը այժմ ապրում է Ռուսաստանում, համաձայնեց խոսել անանուն, ասաց. Նորայրը եկավ ոչ թե խնդրելու, այլ պահանջելու, նա ասաց, որ եթե թատրոնը չընդունի այս պայմանը, նա կհասնի այնտեղ, որ Օֆելիան ընդհանրապես չի կարողանա երգել, նա ուներ կապեր շատ բարձր մակարդակում, մարդիկ, ովքեր պարտական էին նրան անցյալի ծառայությունների համար, մենք վախեցանք, մենք ստորագրեցինք, այս փաստաթուղթը բացատրում է, թե ինչու Օֆելիան երբեք չկարողացավ մերժել Նորայրի արգելքները, նա իրավաբանորեն կապված էր։ Նրա սեփական աշխատանքային պայմանագիրը դարձել էր նրա բանտը, եւ ամենասարսափելին այն էր, որ նա չգիտեր այդ մասին, Նորայրը երբեք չասաց նրան, որ այս գաղտնի կետը գոյություն ունի, նա պարզապես օգտագործում էր այն ամեն անգամ, երբ Օֆելիան փորձում էր պայքարել, ով էին այն բարձր մակարդակի մարդիկ, ովքեր օգնեցին Նորայրին ստեղծել այս իրավական որոգայթը, ինչպիսի անցյալի ծառայություններ էին դրանք, որոնց համար նրանք պարտական էին նրան, եւ քանի ուրիշ կանայք էին բանտարկված նմանատիպ գաղտնի պայմանագրերով, որոնք վերածում էին նրանց տաղանդը ամուսինների սեփականության, 1976 թվականի ձմեռը եղավ Օֆելիայի կյանքի ամենամութ ժամանակաշրջանը, նա այլս չէր լքում տունը։ Նորայրը արգելել էր նրան նույնիսկ գնումներ անել, ասելով, որ ծառաները կբերեն ամեն ինչ, ինչ պետք է, Օֆելիան նստում էր պատուհանի մոտ դիտում փողոցը, մարդկանց, ովքեր ազատ էին քայլում, խոսում, ծիծաղում, նրա երեխաները արդեն մեծահասակ ապրում էին իրենց կյանքով, հազվադեպ էին այցելում, նրանք չէին հասկանում, թե ինչ էր կատարվում իրենց ծնողների միջ, կամ ավելի ճիշտ, նրանք չէին ուզում հասկանալ, որովհետև հասկանալը նշանակում էր ընտրություն կատարել, ընտրությունը միշտ ցավոտ է, Օֆելիայի դուստրը Լուսինեն տարիներ անց խոստովանեց. Ես տեսնում էի մոր կապույտ հետքերը, ես լսում էի գիշերային աղաղակները, բայց ես վախենում էի խոսել, որովհետև հայրս ասում էր, որ սա ընտանեկան գործ է, ես չպետք է խառնվեմ, նա ասում էր, որ մայրս հիվանդ է, նրա հիստերիկ վարքագիծը պետք է անտեսել։ Ես հավատացի նրան, Աստված ինձ ների, ես հավատացի նրան, Լուսինեն այժմ ապրում է Ֆրանսիայում, չի վերադարձել Հայաստան իր մոր մահից հետո, նա ասում է, որ չի կարող նայել այն տան, որտեղ նրա մայրը դանդաղ մահացավ, մինչդեռ ամբողջ ընտանիքը լռում էր։ Բայց նրա խղճի ամենամեծ ծանրությունը ոչ թե լռությունն է, այն վերջին խոսակցությունն է, որը նրանք ունեցան մայրվան օրը, 1976 թվականի մարտին, Օֆելիան կանչեց Լուսինեին իր սենյակ, փակեց դուռը, նա բռնեց դստեր, ձեռքերը շշնջաց.
Լուսինե, եթե ինչ-որ բան լինի ինձ հետ, դու պետք է իմանաս, ես քեզ սիրում եմ, ես միշտ սիրել եմ քեզ, եւ ես ներում եմ քեզ, որ դու չկարողացար օգնել, որովհետեւ ես գիտեմ, դու չէիր կարող։ Լուսինեն սկսեց լալ հարցրեց. Ինչու՞։ Մայրը խոսում այսպես, կարծես հրաժեշտ է տալիս, Օֆելիան ժպտաց այն տխուր ժպիտով, որը գալիս է, երբ մարդը գիտի ավելին, քան ասում է։ Ես պարզապես ուզում եմ, որ դու հիշես, ես երջանիկ էի, երբ երգում էի, եւ եթե դու երբե ունենաս երազանք, մի թույլ տար, որ ինչ-որ մեկը խլի այն քեզնից, նույնիսկ եթե այդ մարդը ասում է, որ սիրում է քեզ։ Սրանք եղան վերջին խոսքերը, որոնք Օֆելիան ուղղեց իր դստերը։ 2 ամիս անց Օֆելիա Համբարձումյանի ճանապարհը ավարտվեց։ 1976 թվականի մայիսի 21-ին Օֆելիա Համբարձումյանը հեռացավ այս աշխարհից, պաշտոնական տարբերակը, սրտի կաթված, նա գտնվեց իր սենյակում, պառկած անկողնում, խաղաղ դեմքով, կարծես քնած, շտապօգնությունը եկավ, բայց արդեն ուշ էր, բժիշկները ախտորոշեցին, հանկարծակի սրտի կաթված, երկարած սթրեսի դեպրեսիայի ֆոնի վրա, ոչ ոք չհարցրեց, թե ինչու 41 տարեկան առողջ կինը հանկարծ մահացավ, ոչ ոք չպահանջեց դատաբժշկական փորձաքննություն, ոչ ոք չուսումնասիրեց նրա բժշկական պատմությունը, որտեղ գրանցված էին տասնյակ կասկածելի վնասվածքներ, գործը փակվեց 3 օրում, ուղարկավորությունը եղավ մեծ շքեղ, ամբողջ Երանի մշակութային գործիչները եկան, մարդիկ լացում էին հիշում նրա աստվածային ձայնը, բայց ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինչու այդ ձայնը լռեցվեց այսքան վաղ։ Ոչ ոք չհարցրեց, թե ինչու Օֆելիան վերջին 5 տարիները ապրեց որպես ուրվական իր սեփական տանը, Նորայր Համբարձումյանը կանգնած էր գերեզմանի մոտ, կոստյումով, լուրջ դեմքով, ընդունում էր ցավակցությունները, մարդիկ գրկում էին նրան ասում. Ինչպիսի կորուստ, դուք այսքան սիրում եք իրար, եւ Նորայրը գլուխ է շարժում լուր արցունքներ թափում, բայց մի մարդ, որը կանգնած էր հեռվից դիտում այդ տեսարանը, տեսավ ուրիշ բան, դոկտոր Մանուկ Ավագյանը տեսավ, որ Նորայրի արցունքները չեն հասնում նրա աչքերին։ Տեսավ, որ նրա ձեռքերը չեն դողում, տեսավ, որ նրա դեմքի արտահայտությունը ոչ թե ցավ է, այլ ազատում այն բեռից, որը նա ինքը ստեղծել էր, բայց Օֆելիայի մահը չփակեց այս պատմությունը, հակառակը, այն բացեց նոր գլուխներ, որոնք ավելի սարսափելի էին, քան ամեն ինչ, ինչ եղել էր նախկինում։ Օֆելիայի հուղարկավորությունից 2 շաբաթ անց դոկտոր Ավագյանը ստացավ անանուն նամակ, այնտեղ գրված էր. Դուք գիտեք ճշմարտությունը, դուք տեսաք հետքերը, դուք գրանցեցիք վնասվածքները, ինչու՞։ Լռում եք, քանի՞ ուրիշ կանայք պետք է մահանան, մինչ դուք խոսեք։ Դոկտորը վախեցավ, նա այրեց նամակը, բայց հաջորդ շաբաթ եկավ նոր նամակ, եւ հետո երրորդը, ինչ-որ մեկը գիտեր, ինչ-որ մեկը չէր լքելու նրան, վերջապես դոկտոր Ավագյանը որոշեց հանդիպել այդ անանուն նամակագրին, նրանք պայմանավորվեցին հանդիպել Հրազդանի կամրջի մոտ, գիշերվա ժամը 12-ին, երբ դոկտորը եկավ, նա տեսավ ստվեր, թաքնված մութության մեջ, ձայնը, որը խոսեց էր կնոջ ձայն ձեր, բայց հաստատակամ, ես Արմինե Սարգսյանն եմ, Օֆելիայի գրիմորուհին, ես ունեմ ապացույցներ, ես ունեմ տետր, որտեղ գրանցել եմ ամեն մի վնասվածք, ամեն մի արցունք, ամեն մի աղաղակ, որը Օֆելիան փորձել է թաքցնել։ Եվ ես ունեմ նա ուրիշ բան, Օֆելիայի անձնական տետրը, որը նա տվեց ինձ մահից 1 ամիս առաջ, նա ասաց, եթե ինչ-որ բան լինի իր հետ, ես պետք է հրապարակեմ այն, դոկտոր Ավագյանը հարցրեց, ինչու՞։ Արմինեն սպասել 2 շաբաթ, ինչու՞։ Չտվեց տետրը ոստիկանությանը անմիջապես, Արմինեն պատասխանեց. Որովհետև ես վախենում էի, բայց հիմա ես ավելի եմ վախենում լռությունից, ես չեմ կարող ապրել իմանալով, որ Նորայր Համբարձումյանը քայլում է ազատ, մինչդեռ Օֆելիան պառկած է գերեզմանում, նրանք պայմանավորվեցին հանդիպել կրկին 3 օր անց, երբ Արմինեն կբերի տետրերը, բայց այդ հանդիպումը երբեք չկայացավ, որովհետև հաջորդ օրը Արմինե Սարգսյանը գտնվեց մեռած իր տանը, պաշտոնապես գազի արտահոսքից, Արմինեի մահը սարսափեցրեց դոկտոր Ավագյանին, նա հասկացավ, որ ինչ-որ մեկը հետում է, լսում է, պատրաստ է սպանել, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի, նա որոշեց լռել, նա փակեց Օֆելիայի բժշկական քարտը իր անձնական սեյֆում երդվեց, որ երբեք չի բացի այն, բայց նա չգիտեր, որ Արմինեն ունեցել էր պահուստային պլան, նա արդեն ուղարկել էր Օֆելիայի տետրի պատճենը մեկ ուրիշին, իր քրոջ դստերը, որը ապրում էր Լենինգրադում, այդ աղջիկը Գայանեն պահեց տետրը 40 տարի, նա սպասեց, մինչ բոլոր վտանգավոր մարդիկ մեռան, եւ հիմա, երբ Նորայր Համբարձումյանը նույնպես հեռացել է այս աշխարհից, 1998 թվականին, Գայանեն պատրաստ է խոսել, նա պատրաստ է ցույց տալ այն էջերը, որոնք բացահայտում են ամբողջ ճշմարտությունը, այն էջերը, որտեղ Օֆելիան գրել է ոչ միայն իր ցավի, այլ նա իր վախի մասին, վախի, որ Նորայրը մի օր կգնա այնքան հեռու, որ նրա ճանապարհը կավարտվի։ Եվ վերջին էջում, գրված մահից 3 օր առաջ, Օֆելիան թողել է հաղորդագրություն։
Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլս չկամ, ես չեմ գիտի, թե ինչպես կավարտվի իմ պատմությունը, բայց ես գիտեմ մի բան, ես չեմ ուզում, որ ուրիշ կանայք ապրեն այն, ինչ ես ապրեցի, ես չեմ ուզում, որ նրանք լռեն, ինչպես ես լռեցի։ Ես չեմ ուզում, որ նրանց տաղանդը ոչնչացվի այն մարդու կողմից, ով ասում է, որ սիրում է նրանց, եթե իմ մահը կարող է փրկել գոնե մեկ կնոջ, ապա այն չի լինի զուր։ Նորայր Համբարձումյանը ապրեց Օֆելիայից հետո 13 տարի, նա երբեք չամուսնացավ կրկին։ Նա շարունակեց իր կյանքը։ Աշխատելով որպես երաժիշտ փոքրիկ անսամբլում, նվագելով հարսանիքներում, տոներում, մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան, ասում են, որ նա դարձել էր լուր փակ, նա հազվադեպ էր խոսում Օֆելիայի մասին, երբ հարցնում էին, նա պարզապես ասում էր. Նա հրաշալի կին էր, ես շատ եմ կարոտում նրան, բայց նրա աչքերում չկար ցավ, կար ինչ-որ այլ բան, ինչ-որ մութ, անհանգիստ, որը նման էր մեղքի գիտակցությանը։ Նրա վերջին տարիներին նա սկսեց խմել, ոչ թե հանրային, այլ տանը միայնակ գիշերները։ Հարանները լսում էին, թե ինչպես է նա խոսում ինքն իր հետ, երբեմն աղաղակելով, երբեմն լալով, մի գիշեր նա աղաղակեց այնքան բարձր, որ հարանները զանգահարեցին ոստիկանություն, երբ ոստիկանները եկան, նրանք գտան Նորայրին նստած հատակին, գրկած Օֆելիայի հին լուսանկարը, նա կրկնում էր. Ներիր ինձ, ես չէի ուզում, ես պարզապես չէի կարող տանել, ոստիկանները տարան նրան հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշեցին ալկոհոլային հոգեմետ, նա մնաց այնտեղ 2 շաբաթ, երբ դուրս եկավ, նա դարձավ ավելի լուռ, ավելի ստվերային։ Նա ապրեց մինչ 1998 թվականը, երբ նրա սիրտը դադարեցրեց բաբախել գիշերվա մութության մեջ, միայնակ, առանց ոչ ոքի, նրա հուղարկավորությանը եկան քիչ մարդիկ, նրա երեխաները կատարեցին իրենց պարտականությունը, բայց նրանց աչքերում չկար ցավ, կար միայն ազատում այն գաղտնիքից, որը նրանք կրել էին ամբողջ կյանքը։ Օֆելիա Համբարձումյանի պատմություն է ոչ միայն մեկ կնոջ, այլ ամբողջ սերնդի կանանց, ովքեր ապրել են ստվերում, կանանց, ովքեր ունեցել են տաղանդ, երազանքներ, ձգտումներ, բայց ստիպված են եղել զոհել դրանք այն մարդկանց էգոյի համար, ովքեր ասում էին, որ սիրում են նրանց։ Սա պատմություն է համակարգի մասին, որը պաշտպանում էր տղամարդկանց, նույնիսկ երբ նրանք սխալվում էին, համակարգի, որը լռեցնում էր կանանց, նույնիսկ երբ նրանք աղաղակում էին օգնության համար, համակարգի, որը թաղում էր ճշմարտությունը, որպեսզի պահպանի ընտանեկան արժեքները, բայց այս պատմությունը նա հույսի պատմություն է, որովհետև այսօր, 45 տարի Օֆելիայի մահից հետո, մենք վերջապես խոսում ենք։ Մենք վերջապես բացահայտում ենք այն ճշմարտությունը, որը թաքցվել է այսքան երկար, եւ մենք հույս ունենք, որ այս պատմությունը կփրկի ուրիշ կանանց, կտա նրանց ուժ խոսելու, պայքարելու, հեռանալու, երբ սերը դառնում է բանտ, որովհետև ոչ մի տաղանդ, ոչ մի երազանք, ոչ մի կյանք չարժե զոհաբերելու այն մարդու համար, ով չի կարող ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին դու ես։ Այսօր, երբ դուք լսում եք Օֆելիա Համբարձումյանի ձայնագրությունները, այն հազվադեպ ձայնագրությունները, որոնք պահպանվել են, դուք լսում եք ոչ միայն ձայն։ Դուք լսում եք հոգու աղաղակ կնոջ, որը ուզում էր ապրել, ստեղծել, փայլել, բայց ստիպված էր ապրել ստվերում։ Դուք լսում եք այն արցունքները, որոնք նա թաքցրեց բեմի լույսերի հետում, այն ցավը, որը նա փոխակերպեց երաժշտության, այն սերը, որը նա տվեց աշխարհին, նույնիսկ երբ աշխարհը չպաշտպանեց նրան, եւ եթե դուք ուշադիր լսեք, շատ ուշադիր, դուք կկարողանաք լսել նրա վերջին հաղորդագրությունը, ուղղված մեզ բոլորիս։ Մի լռեք, երբեք մի լռեք, որովհետև լռությունը սպանում է ավելի արագ, քան ցանկացած հարված։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Օֆելիա Համբարձումյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը պաշտպանում էր տղամարդկանց իշխանությունը, թե ինքն էր մեղավոր, որ չկարողացավ պայքարել իր ազատության համար։ Արդյոք Նորայրը սիրում էր իր կնոջը, թե պարզապես չէր կարող ապրել իր սեփական անարժանության զգացումի հետ, եւ ամենակարևորը, արդյոք այսպիսի պատմություններ դեռ կրկնվում են այսօր մեր շուրջը, մեր ընտանիքներում, մեր հարանների տներում, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք Օֆելիա Համբարձումյանը հիշվում է ձեր քաղաքում, ձեր ընտանիքում, արդյոք նրա երգերը դեռ հնչում են ձեր տներում։ Ցեղմեք հավանել, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ բացահայտվի, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր փայլեցին, տառապեցին, թողեցին իրենց հետքը պատմության մեջ, որովհետև յուրաքանչյուր կյանք արժանի է, որ պատմվի, յուրաքանչյուր ձայն արժանի է, որ լսվի։ Նույնիսկ այն ձայները, որոնք փորձեցին լռեցնել